Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2026 թվականի փետրվարի 4-ից 5-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կկայանան ԱՄՆ-ի միջնորդությամբ եռակողմ բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև նպատակ ունենալով գտնել արժանապատիվ խաղաղություն երկարատև պատերազմից հետո։ Կիևը ընդգծել է իր պատրաստակամությունը խորքային կառուցողական զրույցների համար, մինչդեռ Մոսկվան դեռ շարունակում է ապացուցել իր դիրքորոշումը կապված տարածքային հարցերի հետ։ Համաշխարհային ֆինանսական շուկաները այսօր ականատես եղան խոշոր ցնցման, պայմանավորված ոսկու եւ արծաթի գների կտրուկ անկմամբ։ Ոսկու արժեքը նվազել է մինչև 20%, իսկ արծաթինը մոտ 28%, ինչը հանգեցրել է համատարած վաճառքի ալիքի եւ զգալի կորուստների Ասիայի եւ Եվրոպայի ֆինանսական շուկաներում։ Վերլուծաբանների գնահատմամբ այս զարգացումները կապված են ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի նախագահի հնարավոր նոր նշանակման շուրջ սպասումների հետ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհասնի հաղթանակի Ուկրաինայում ընթացող պատերազմում, միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է կանխել նոր լայնածավալ բախումների ծագումը միջազգային հարթակում։ Նրա խոսքով Մոսկվան շարունակելով ռազմական գործողությունները ձգտում է ապահովել իր ռազմավարական անվտանգությունը եւ բացառել հակամարտության տարածումը այլ տարածաշրջաններ։ ՄԱԿ-ը եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին կոչ են արել 52-օրյա գլոբալ հրադադարի, սակայն ներկայիս դրությամբ պատերազմները Ուկրաինայում, Գազայում եւ Սուդանում շարունակում են ամբողջ ուժով։ Դիվանագետները բացեի բաց խոստովանում են, որ օլիմպիական հրադադարը դարձել է սիմվոլիկ ժեստ, ոչ թե գործնական քաղաքական գործիք։ Միջազգային հանրությունը կանգնած է արժեքների եւ իրական քաղաքականության կտրուկ հակասության առաջ։ Իսրայելը մասամբ վերաբացել է Ռաֆահի անցակետը Եգիպտոսի հետ սահմանին։ Հաղորդվում է, որ անցումը թույլատրված է միայն խիստ սահմանափակ թվով պաղեստինցիների համար, միջազգային դիտարկման ներքո։ Չնայած քայլը ներկայացվում է որպես հումանիտար առաջընթաց, Գազայում գործող կառույցները նշել են, որ իրականում շրջափակումը շարունակում է գործել այլ մեխանիզմներով։ Իրանի արտաքին քաղաքական շրջանակները հաստատել են, որ Թեհրանը քննարկում է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների վերսկսումը։ Reuters-ի փոխանցմամբ հիմնական խոչընդոտները շարունակում են մնալ հրթիռային ծրագիրը եւ տարածաշրջանային զինված խմբերի հարցը։ Վաշինգտոնում հայտարարել են, որ պատժամիջոցների թուլացում հնարավոր է միայն հստակ վերահսկելի համաձայնագրի դեպքում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Բերլինը չնայած որոշ տարաձայնություններին մնում է ռազմավարական առումով ավելի մոտ ԱՄՆ-ին, քան Չինաստանին։ Նա ընդգծել է, որ անվտանգության հարցերում Գերմանիայի համար առանցքային է տրանսատլանտյան դաշինքը, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները կմնան զգուշավոր եւ հաշվարկված։ Հայտարարությունը հստակ ազդակ է Եվրոպայի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին։ Սիրիայի կառավարական ուժերը սկսել են տեղաշարժ դեպի հյուսիս-արևելյան Հասակե քաղաք, քրդական ուժերի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագրից հետո։ Քայլը դիտարկվում է որպես փորձ խուսափելու նոր բախումներից Դամասկոսի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Սակայն փորձագետները զգուշացրել են, որ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անկայուն եւ ցանկացած սխալ հաշվարկ կարող է նոր էսկալացիա առաջացնել։ Կոստա Ռիկայի նորընտիր նախագահ Լաուրա Ֆերնանդեսը հայտարարել է, որ կշարունակի պոպուլիստական քաղաքական գիծը, կենտրոնանալով հանցավորության դեմ պայքարի եւ իրավակարգի խստացման վրա։ Նրա ծրագրերը ներառում է սահմանադրական փոփոխությունների քննարկում եւ որոշ քաղաքացիական ազատությունների սահմանափակում, ինչը արդեն բուռն քննարկումներ է առաջացրել տարածաշրջանում։ Քննադատները զգուշացրել են, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը կարող են հայտնվել բախման մեջ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կտրուկ քննադատել է ԱՄՆ-ին, հայտարարելով, որ Վաշինգտոնի գործողությունները Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի հարցում կարելի է որակել որպես պետական գողություն։ Վերջինը զգուշացրել է, որ նման քայլերը ոչ միայն խաթարում են միջազգային հարաբերությունները, այլև կարող են ընկալվել որպես պատերազմական ակտ, խորացնելով գլոբալ քաղաքական լարվածությունը եւ Մոսկվա-Վաշինգտոն հակադրությունը։